Դեկտեմբերի 24-ին նախախորհրդարանում կայացավ կլոր սեղան քննարկում Իրան-Հայաստան հարաբերությունները տարածաշրջանային նոր զարգացումների համատեքստում թեմայով։ Ներկայացնում ենք քննարկման առաջին հատվածը։ Վերջի շրջանում Արևմուտք-Իրան հարաբերությունների լարվածության մեղմացումը գոնե եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում նաեւ ավելի կարգավորումը էապես պիտի ազդի համաշխարհային քաղաքականության վրա, ոչ միայն տարածաշրջանի։ Փորձեմ բացատրել իմ տեսակետը, ինչու եմ հավատացած, որ դա կշարունակի այսքան այդ հարաբերությունների բարելավումը Իրան-Արևմուտք, որը կանխատեսելի էր։ Կարծում եմ դա առավելապես պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշմամբ, այսինքն Ռուսաստանը կոշտացնելով, Պուտինը կոշտացնելով իր դիրքորոշումը Արևմուտքի նկատմամբ, ըստ էության Արևմուտքին բերեց այնպիսի դիրքորոշման, որ Արևմուտքը նման կոշտ քաղաքականություն պիտի սկսի որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։ Հիմա Արևմուտքի համար հստակ հասկանալի է, որ Ռուսաստանի դիրքի կոշտացումը պայմանավորված է նավթով եւ գազով։ Հիշենք, որ Ռուսաստանի արտահանման միայն 3%-ն է արտադրանք, 97%-ը արտահանման հումք է, որից 90%-ը նավթ եւ գազ։ Այսինքն բավական Արևմուտքին համաշխարհային շուկայում գցել նավթի եւ գազի գները, բնականաբար Ռուսաստանը կխեղճանա։ Ինչպես խեղճացավ 90-ականների սկզբին, երբ որ նավթի գինը 8-ից 12 բարել էր դոլար էր 1 բարելի համար։ Այսօր գիտեք $100 միշտ կայուն ավել է, 105-106-ից մինչև 117-120, այսինքն դրանով է պայմանավորված։ Հիմա Արևմուտքը ուներ երկու հնարավորություն համաշխարհային շուկայում նավթի եւ գազի գինը գցելու։ Առաջինը դա Սաուդյան Արաբիան էր, որը մի անգամ ուզում եմ հիշեցնել դեռ սովետական միության կործանման մեջ այդ դերը Սաուդյան Արաբիան ունեցավ, այսինքն Սաուդյան Արաբիայի պայմանավորվածության հետ նավթի գինը գցվեց 80-ականներին, հիշեն Գորբաչովի պատասխանը այն մեղադրանքին, որ կործանեցիր սովետական միությունը, ասաց թող ձեր օրոքել 1 տակառ նավթի գինը իջնի $8, տեսնեմ երկիրը ոնց եք պահելու։ Եվ այն ժամանակ Սաուդյան Արաբիան այդ դերը կատարեց։ Հիմա ինչու այդ դերը նորից չեն ուզում վերապահել Սաուդյան Արաբիային, այլ Իրանին։ Կարծում եմ սա առավելապես երկու գործոնով է պայմանավորված։ Մեկը ընդհանրապես սուննիական այսպես ասենք արմատական իսլամի գերհզորացմամբ։ Ասենք Արևմուտքը հասկանում է, որ աստիճանաբար սուննի աշխարհը իր վերահսկողությունից դուրս է գալիս։ Հիշենք այդ 9/11 սեպտեմբերի 11-ի դեպքերը նույն սաուդցիներն էին, հիշենք Թուրքիայի օսմանյան նեոօսմանիզմի քաղաքականությունը եւ այսպես նոր խալիֆի փնտրտուքը, հիշենք, որ Օսմանյան կայսրության սուլթանը նաև խալիֆ էր, այսինքն սուննիական աշխարհը բոլորովին ձեռնատու չի Արևմուտքի համար, որպեսզի նրա միջոցով նավթի գինը գցի, որտեղ ի վերջո այդ գումարները գնալու են, ասենք, ավելի ռադիկալ իսլամին։ Մյուս խնդիրը հենց այդ իսլամական վտանգի հակակշռումն է։ Արևմուտքի համար ակնհայտ է, որ ինչքան էլ խոսեն իրանական տերորիզմի մասին, ըստ էության իրարական տերորիզմ չկա գործնականում։ Կա խոսակցություն, այսինքն դրա մասին, բայց գործնականում մենք չունենք որևէ լուրջ դեպք, որի ապացուցված փաստարկված լինի, որ Իրանը կամ շիական աշխարհը կանգնած լինի դրա թիկունքում։ Ամենամեծ բանը, որ կարողացան բան, դա այդ 444 օր դիվանագետների, ասենք, ձերբակալումը կամ կալանումներ Իրանի դեսպանատանը, դա է, մնացածը ըստ էության ենթադրություններ են։ Հետևաբար սուննի աշխարհը պիտի հակակշռվի շիա աշխարհի միջոցով, ինչպես եղել է դարեր շարունակ, գոնե գիտեք 1502 թվականից, երբ որ շիա իսլամը դարձավ Իրանի, Սեֆյան Իրանի պետական կրոն։ Ուրեմն նավթի գինը գցելով լուծում է միանգամից երկու հարց, այսինքն նորից եմ կրկնում, Ռուսաստանի խեղճացման քաղաքականությունը, նաև շիա թևի ուժեղացումը ի հակակշիռ սուննի։ Ինչու մինչև հիմա չէր անում Արևմուտքը այդ քաղաքականությունը եւ բոլոր հորդորները Պուտինին ոչինչ չտվեց։ Շատ պարզ պատճառով Ռուսաստանը ուներ երկու դերակատարում։ Այն է, առաջինը հակակշիռ Չինաստանին, երկրորդը ընդհանրապես հակակշիռ իսլամական աշխարհին։
Բայց վերջի քաղաքականությունը արևմուտքին բերեց այն համոզման, որ հրատապության առումով, ոչ թե երկարաժամկետ առումով, հրատապության առումով այսօր առաջնային ռուսական վտանգն է։ Այսինքն նախ պետքա չեզոքացնել ռուսական վտանգը, հետո արդեն նորից կարելի է վերադառնալ ավելի երկարատև չինական կամ իսլամական վտանգին։ Հիշենք, որ այն մաքսային միությունը, որին մեզ այսօր ներառում են, հստակորեն Միացյալ Նահանգների անվտանգության դոկտրինի մեջ ընդհանրապես ընկալվում է որպես մարտահրավեր, այսինքն ցանկացած առևտրի սահմանափակում մաքսային միությունների միջոցով Միացյալ Նահանգները հստակորեն ընկալում են որպես հարված իրենց շահերին, հարված համաշխարհային գլոբալ տիրապետությանը։ Հետևաբար մենք ակամայից, այստեղ վերադառնում ենք այդ հարցին, ինչ անդրադարձ մեր վրա կունենա։ Մենք ակամայից հայտնվում ենք երկու մեծ ուժերի, բայց ոչ հավասար ուժերի, որտեղ ակնհայտորեն այսօր Ռուսաստանը շատ թույլ բևեռ է, այսինքն Ռուսաստանի ամբողջ բյուջեն ըստ էության Պենտագոնի բյուջեի կեսն է։ Այսինքն այն ոմանք, որ ասում են, այ Ռուսաստանը մարտահրավեր է նետում Ամերիկային, մի հատ թվերը նայեն, հասկանան, այսինքն թե ինչ է, այսինքն իսկ ռազմական առումով մոտավորապես 25-30 անգամ, այսինքն ծախսերը եւ տեխնոլոգիական առաջընթաց։ Այսինքն ակնհայտ է, չէ՞, որ այսօր Ռուսաստանը ավելի թույլ է, քան ՍՍՀ-ներ, եւ ակնհայտ է, որ այսօր արևմուտքը ավելի ուժեղ է, քան ՍՍՀ-ի կորցանման տարիներին։ Այսինքն մեզ համար ակնհայտ է, որ այս պայքարի վերջը ինչ պիտի լինի։ Այսինքն այստեղ կասկած չի կարող լինի, որ արևմուտքը հասնելու է իր ուզածին։ Ու մենք հայտնվում ենք այս բախման կիզակետում, որովհետև իհարկե շատ լավ կլներ եւ մեզ հնարավորությունը կարծեք թե տրվում է այս ջերմացումից օգտվել եւ Իրանի հետ հարաբերությունները ավելի մեծ ծավալի տնտեսական հարաբերությունների գնալ եւ այլն, բայց ազնվորեն պիտի ասեմ, ես լուրջ կասկածում եմ, որ ռուսները մեզ կթողեն ընդհանրապես, որտեւ եթե մտանք մաքսային միության մեջ, Հայաստան-Իրան սահմանը դադարում է Հայաստան-Իրան սահմանից լինելուց, պիտի հստակ հասկանանք, դա արդեն դառնում է ըստ էության Ռուսաստան-Իրան սահմանը, որտեւ նույն մաքսային միությունը դա Ռուսաստանն է, որտեվ 40% ձայների ռուսներինն է, մենք այնտեղ 1%-ից քիչ ենք ունենալու։ Սա անգամ ՍՍՀ-ն չի, որտեղ ձևականորեն 15 իրավահավասար հանրապետություններ կա, սա նոր տիպի միություն է, որտեղ բացահայտորեն պիտի իշխի 40% Ռուսաստան, 16% Բելարուս եւ Ղազախստան, ինչ էլ տակը կմնա, այն մյուսներին ինչ որ մի բան կհասնի։ Մենք հաստատ ասելիք չունենք։ Դրա համար ոնց որ թե ստացվում է արևմուտքի առումով նոր հնարավորություններ մեզ համար, այսինքն այդ գիշենք, այդտեղ Դեամատոյի ուղում կար, որը սահմանափակում էր դնում ծավալների եւ այլն, եւ մենք այդ խնդիրն ունենք, երբ որ մենք օրինակ կառուցում էինք Հայաստան-Իրան գազամուղը, այդ այսօր արդեն բավականին, այսպես ասած, դրա շուրջ խոսակցություններ կայև կլինի, հիշենք մենք ստիպված ծրագիրը երկու մասի բաժանեցինք, որտեղ այնտեղ կարծեմ առաստաղը 40 միլիոն է, այսինքն 140 միլիոն իրանական ծախսեր եւ մինչեւ 40 միլիոն մեկը։ Հիմա այդ ամբողջը իհարկե աստիճանաբար կվերանա, բայց ես չեմ կարծում, որ մենք գործնական առումով դա կկարողանանք ունենանք հնարավորություն։ Ինչու՞։ Որտեղ ըստ էության շատերին թվում է, որ Ռուսաստանը Գազպրոմը Ռուսաստանի սեփականությունն է։ Իմ համոզմամբ Ռուսաստանն է Գազպրոմի սեփականությունը։ Եվ այսօր, եթե Իրանից, դա Իրանը պիտի փորձի կառուցել, այսինքն դուրս գա եվրոպական շուկա։ Երբ որ մենք խոսում ենք նավթի գազի մասին, ինքը ապրանք չի նավթն ու գազը։ Այսինքն դու պիտի հասցնես շուկա եւ վաճառես, որովհետեւ դա դառնա ապրանք, փող բերի։ Հիմա մի տարբերակը հիշենք, դա Սիրիայի վրայով էր, Իրաք-Սիրիա, եւ Սիրիայի պատերազմը շատերը պայմանավորում են հենց այդ երկու մրցակից, այսինքն մեկը Կատար, Սաուդյան Արաբիայի ծրագիրն էր Հորդանան, Սիրիա, Արևմուտք, մյուսը Իրան, Իրաք, Սիրիա ծրագիրներ, նորից գազի, նոր գազամուղների խնդիրը եւ սիրիական կոնֆլիկտը շատերը դրանով են հիմնավորում, այսինքն պատճառները դրանից է։ Այսինքն Իրանը արևմուտք գազ արտահանելու ընդհանրապես մի ճանապարհ ունի, որտեղ Թուրքիան բնավ ցանկալի չի Իրանի համար, դա Հայաստան, Վրաստան, Սևծով եւ շարունակություն։ Ու այստեղ արտահանելով այդ գազը, հատկապես գազը, որտեղ սպասվում է, որ առաջիկայում գազն է դառնալու առաջնային վառելիքը, մրցակից է դառնալու Գազպրոմում։ Եվ դրա համար ինձ թվում է, բացի մի շարք պատճառներից մեկը, որ այս վերջնականապես Գազպրոմի դիրքերի ամրացումը Հայաստանում մենք ականատես եղանք եւ կլինենք դեռ, պայմանավորված է նրանով, որ Գազպրոմ ուզում
ուզում է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանի տարածքը չօգտագործվի մրցակցի գազը Եվրոպա արտահանելու համար։ Ինչով այդ պայքարը կվերջանա, ես չգիտեմ, որովհետև այստեղ ըստ էության մի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանի իշխանությունները գրեթե անկարող են որևէ մի բան դրան հակադրելու։ Դա դառը իրականություն է, բայց այդպես այսինքն Գազպրոմի դիրքերն այնքան ուժեղ են այսօր, որ գնալով ուժեղանալու են, որտեվ հաստատ մենք էլ ենք պարտքեր կուտակելու, հաստատ ինչ որ բաներ տալու ենք Գազպրոմին եւ այլն։ Դրա համար առայժմ ես սահմանափակվեմ հետեւյալ ամփոփումով, ուրեմն արևմուտքի Իրանի իմ պատկերացումն է, հարաբերությունները կջերմանան, ու ջերմանան, այսինքն չեմ ասում շատ լավ, բայց ասենք գոնե այնպիսի մակարդակի, որ ազատ առևտրի խնդիրը կառաջանա երկուսի միջև սահմանափակում չի լինի, մեկ, մենք թերևս կարող ենք դրանից օգտվել, բայց գործնականում չենք կարողանա, որովհետև ունենք ռեալ սահմանափակումներ եւ նաեւ իրավական սահմանափակումներ։ Ի վերջո այս մեզ պարտադրված համաձայնագրի մեջ այդ պարտադրանքները, որ կար որևէ այլ երկրից գազ չառնելու բան, այդ մտահոգության է պայմանավորված։ Այդ մտահոգության, որովհետև ակնհայտորեն Իրանը կարող է դա անել եւ այն հայտարարությունը, որ Իրանը կարող է նավթի գինը մինչեւ 20% իջեցնել, դա իսկապես կարող է, որովհետեւ Իրանի նավթի ինքնարժեքը հատկապես վերջի մեծ պաշարների հայտնաբերումից հետո շատ ցածր է ի հակադրություն Ռուսաստանի, որը բավականին բարձր է ինքնարժեքը, ելնելով, որ ասենք Սիբիրից է, հեռավորություններ եւ այլն եւ այլն։ Դրա համար շատ ճկուն մեզանից քաղաքականություն է ակնկալվում, եթե ուզում ենք ինչ-որ հաջողություններ հասնենք։